Երաշակերտներ, այսօրվա մեր դասի թեման է Հովհաննես Թումանյանի «Ին օրհնությունը»։ Մեր նպատակն է պարզել ինչ է օրհնությունը ձեզ համար եւ մենք կբացահայտենք օրհնության գաղտնիքը։ Երեխաներ ջան, կարող եք ասել, ինչ է օրհնությունը։ Ասա Սուզաննա։ Օրհնությունը բարեմաղթանք է։ Քո պատկերացմամբ օրհնությունը բարեմաղթանք է։ Ուրիշ տարբերակներ ունեն։ Ասա Աշոտ։ Օրհնությունը բարեխոսությունը, որը ասում են իրեն նորմալ։ Ահա, լավ։ Ով է օրհնում եւ ինչի համար։ Ձեր պատկերացումը լինի, ահա, բարություն լինի, ահա, լավ։ Հակեք աչքերը մեկ վայրկյան, հակեք։ Եվ պատկերացրեք ձեր տատիկը կամ պապիկը ձեզ ինչ-որ բան է մաղթում։ Բացեք աչքերը։ Ինչ զգաց եք։ ուրախություն, ահա, ուրախություն, երջանկություն, ահա, երեխաներ ջան, հենց դա է օրհնությունն է։ Այդ զգացողությունները, որ դուք ապրում եք, հենց դա է օրհնություն։ Լավ, երեխեք ջան, նայեք այս նկարը։ Ինչ եք տեսնում։ Ասա կապով։ մենք տեսնում ենք երեք պապիկներ, որոնք իրանց համար նստած եւ քեֆ են անում։ Քեֆ են անում։ Եղեք ինչ եք տեսնում։ Նկարը ինչ եք տեսնում։ Սա ինչ ծառ է։ Ասա, ընկուզելի։ Ով կարող ասել եղեք ընկուզելի ինչ է խորհրդանշում։ Ասա, կորիջ։ Ընկուզելի խորհրդանշում է բարություն, երջանկություն, ուրախություն, որ մարդիկ ուրախանան եւ բարի լինեն։ Եղեք ջան, ընկուզելի ինքը ինչպիսի ծառ է համարվում։ Երկարակյալ, չէ։ Այսինքն ինչ է ստեղծագործության մեջ, ինչ է արտահայտում այդ երկարակյաց լինելը։ Որ պապիկները երկար կյանք կարող ունեն։ Ահա, Ու դժվար։ ու դժվար։ Հիմա բարձրաբան է երեխա դասի ժամանակ դժվար է, հեշտ է։ Երեխաներ ջան, սա պարզապես նկար չէ։ Սա հենց կյանքի մի պահ է, որտեղ կա սեր, խաղաղություն եւ նաեւ օրհնանք։ Հենց այդ պահն է մենք կարող ենք բացահայտել օրհնություն բառի իմաստը, հա? Օրհնությունը մեկ բառ, եկեք ասեք, մեկ բառով ասեք։ Օրհնությունը, այսպես ձեր պատկերացմամբ ինչ է, Հակոբ։ Ուրախություն, Ուրախություն, երջանկություն, երջանկություն, Կորյուն, խաղաղություն, խաղաղություն, բարություն, սեր, ասա Սուզաննա։ բարի ցանկություն, Բարի ցանկություն, այո, տեսնում բարությունն է։ Ասա դեր, հարգանք, լավ, հոգատարություն, եղիջան, հենց դրանք այդ արժեքներն են, որ փոխանցվում են սերունդ, չէ՞։ Ով կարող է օրհնել։ Աշոտ։ Ծնողները, տատիկները, ճիշտ է, պապիկները, իսկ երբ են մարդիկ օրհնություն տալիս։ Կորյուն, Ներսոն ջան, դու ասա։ մահանալու ծառ, Մահանալու ծառը։ երբ որ ցանկանում ես ինչ-որ բարություն անել, Ահա, եւ քոնությունը տալիս ես։ լավ, եղեք ջան, մարդիկ ինչ է զգում, երբ օրհնում են իրեն։ Ասա Սուզաննա։ Խաղաղություն, երջանկություն, Դա, ուրայք ջան, մենք կատարենք մեկ վարժություն, բաց եք անում ձեր տեգրերը, ես նախադասում եմ, և դուք պետք է շարունակեք այդ միտքը։ Ձեզ մի րոպե ժամանակ եմ տալիս, պատասխանում եք այս հարցին և ներկայացնում եք։ Լավ, երեխեք ջան, մի րոպեն արդեն լրացա, լսում եմ պատասխանները, ուրեմն հարցերը տվյալ են, եթե ես լինեի այս ստեղծագործության նկարի պապիկներից մեկը, ինչ կասել, ասա Մարիջան։ Ես կասեմ բարի ճանապարհ։ Բարի ճանապարհ, ում են բարի ճանապարհ ասում։
որ մարդը ճանապարհին ու տեղ է գնում, բարի ճանապարհ է մաղթում, ասա Սուզանը։ Ապրես և երջանիկ լինես։ Ապրես և երջանիկ լինես, Վահան։ Աստված քեզ պահապան։ Աստված քեզ պահապան։ Որ քարի չդիպչի։ Ճիշտ է, որ քարի չդիպչի։ Կանաչ ճանապարհ ունենաս։ Ահա, կանաչ ճանապարհ Աստծո։ Ծլես ծաղկես զորանաս։ Ծլես ծաղկես զորանաս։ Ուրիշ, բոլոր ասեցին լեսով։ Ապրես ու երջանիկ լինես։ Ահա, այս ամենը որոշեցին։ Լավ խոսքեր են, չէ՞։ Մաղթում, ինչ տվեցին։ Ուրախություն, կարություն, այո, ուժ, հույս, հավատ, չէ՞։ Հիմա երեխեք ջան, դասարանում բաժանում ենք խմբերի։ 3 խմբի եք բաժանում։ Մեկ խումբը, այստեղ գրում եք պապիկ, եկեք այսպես աշնա բաժանում ենք խմբերի։ Ուրեմն խմբերը հետևյալն են. պապերի խումբ, հայրիկների խումբ եւ երիտասարդների խումբ։ Եվ գրելու եք յուրաքանչյուրը իրեն համապատասխան օրհնություն, հա? Ուրեմն դուք կլինեք երեխեք ջան, հիմա լսում եք ձեր կազմած օրհնությունները։ Եկեք սկսենք պապիկներից, հա? Պապիկների օրհնությունը ով է կարդում։ Պապիկների խումբը ովքեր են միացել բարձրացնեք, Աշոդը, Կորյունը եւ Արծինը։ Կարդա Արծին ջան, պապիկների օրհնությունը։ Մուրազիտ Հասեն, ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք։ Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք։ Հետո կանդրադառնանք այդ մտքին, ինչ է այդպես ասել, հենց ստեղծագործության մեջի օրհնությունն է, չէ՞ երեխեք։ Մենք հետո կմեկնաբանենք։ Հաջորդը հայրիկների օրհնանքը Սուզաննա։ Խոսքը ճամբարով կտրեմ, Աստված ձեր ճամփան լուսավորի։ Այսինքն երկու օրհնանք ես գրել եւ լսենք երիտասարդների օրհնանքները։ Մի բացի ծերանաս, օջախը չեն լինի։ Ահա, օջախը չեն։ Երեխեք ջան, հիմա տեսնենք Հովհաննես Թումանյանը, ինչպես է պատկերել այդ տեսարանը եւ ինչ օրհնություն է փոխանցում մեզ, հա? Սկսենք ընթերցել։ Առաջինը ով է ուզում կարդալ։ Մարից սկսենք, հա? Հին օրհնություն։ Կանաչ պիթխարին ուզենու տակ, իրենց հասակի կարգով ծալպատակ, միասին բազմած, մի շրջան կազմած, քեֆ էին անում եւ ուրախանում։ Մեր հսկա պապերն ու մեր հայրերը, գյուղի տերերը։ Մենք առօր ուժի առաջին գլխաբաց կանգնած, ձեռքներս խոնար սրտներից դրած, սիր ուժեղ ձայնով նրանց սպասում, տաղ էին կասում, եւ զվարթազայն մեր երկը գրեց, բրայր թամադեն փայլերը Բավական է, Վահան շարունակիր։ Ժամանակ անցավ, նրանք են անցան, զվարթ երկերս վշտալի դարձան, ու ես հիշեցի, մեր օրհնության թեփի ժամին, մենք էլ օրհնելիս մեր զավակներին, ձեր խոսքերն են ասում, խոսքն են ասում, ապրեք երեխեք, բայց մեզ չապրեք։ Եվ, նայք, եզայնավոր ինչպես պետք է հնչի։ Երեխեք, չէ, ապրեք երեխեք, բայց մեզ չապրեք։ Լավ, եկեք դուրս գրեք նոր բառեր, ինչ նոր բառեր դուք նկատեցիք, հա? Նոր բառեր եք ասում։ Ես ասել, Ասա, ծաղպատակ, ծաղպատակ, ահա, ասա, զի, ահա, լավ, ասա, երջուկ, լավ, ինչ է նշանակում վիթխարի, շատ բարձր, մեծ, չէ երեխեք, իսկ ծաղպատակ ինչ է նշանակում, ով գիտես, ծաղպատակ, Սուզաննա, Ոտքերը խաչաձև ծալած, այո, ոտքերը խաչաձև, բազմած, երեխեք, ինչ է նշանակում բազմած, լավ, եկեք մեկնաբանենք, ինչու չի գրել Հովհաննես Թումանյանը նստած, մեծերը նստած, այն գրել է բազմած, ինչու երեխեք, ինչու է բազմած հոմանիշը օգտագործել, հոմանիշ բառերը, չէ, եկեք մի հատ կանոն ասենք, որն է կոչվում հոմանիշ բառեր, հոմանիշ բառեր, Կորյուն ջան դու ասա, մոտ բառերը կոչվում են հոմանիշ բառեր, հոմանիշ իմաստով մոտ բառեր կոչվում են հոմանիշ, իսկ հականիշ որն է կոչվում, ասա, իմաստով կերո բառերը կոչվում են հականիշ բառեր, հակառակ իմաստ ունեցող բառերը կոչվում են հականիշ բառեր, եւ հարեթա
ասաց ձեզ բանաստեղծության մեջ ինչի համար է օգտագործում հոմանիշները, հականիշները, հետո էլի պատկերավոր արտահայտման միջոցներ մենք նկատեցինք, հիմա կասեք, ասաց Սուզաննա։ Ավելի հնչել ուժեղ խոսքը դասնելու համար։ Ուժեղ, հնչեղ, էլ, Գեղեցիկ դարձի։ այո, գեղեցիկ, Որպեսզի մեր ներսում ծաղկի եւ մենք շատ հոմանիշներ ու հականիշներ իմանանք։ ավելի պատկերավոր արտահայտում, չէ՞ երեխեք ջան։ Բարը ծաղկատակ, ինչ է նշանակում, ասա հատող։ Ոտքերը խաչաձև նստած։ Ոտքերը խաչաձև նստած գրում ես։ Ոտքերը։ Զիր, կոյուն, բարձր, ուժեղ, գրի։ Բարձր, և ուժեղ։ Դուք պահանջանարի, ինչ է շարը, ապրես, լուղացի։ Շուշուր։ Լուղացի։ Ասա, ժիր, գրի, ժիր։ Լավ, տաղը չկրեցի, տաղն է գրի։ Լավ։ Երդիցան, հիմա հին օրհնություն դասից կան գտնում եք հոմանիշ զույգ է, տեսնեք ինչ հոմանիշներ կա, հա? Ես ասեմ, Ասաք Սուզաննա։ վիթխարի հսկա։ Այո, վիթխարի հսկա, արի գրի հոմանիշ զույգեր, արաց։ Վիթխարի հսկա, հաջորդը։ Ես Ասա աշոր։ Արույգ ուժի։ Արույգ ժիր, Ես ասեմ, րոպե, ասա հատող, զին ուժեղ։ զիր ուժեղ, վիթխարի, ասա, Տաղ երկ։ տաղ երկ, ճիշտ է, տաղ երկ, ասա մարի, Արույգ ջիր։ արույգ ժիր, աբրես, արույգ ժիր, արույգ ժիր, նեգետ պերիշեն պարայ շեշտեր կան տեսակ է լինում, ասա հատող, Երեք։ որոնք է, Կերքային, խոսակցական և հիմնական։ Աբրես, հենց այդ այստեղից խոսակցական բառեր կարող եք ասել, որոնք է խոսակցական բառերը, մեր գրած բառերից որոնք է խոսակցական։ Խոսակցական բառային, օրինակ զիլը, ես ասում եմ դուք ասեք զիլը խոսակցական է, թե գրկային է, թե հիմնական է։ Երեք զիլ, ինչ է նշանակում։ Ուժեղը, բայց բարբարային չեք ասում զիլ, հələ զիլ հərək։ Երեք ջան, խոսակցական չէ։ Գրականը որը ինչպես կրի։ Ուժեղ։ Լավ, գեղջուկ գյուղացի, ինչ տարբերություն կա։ Գեղջուկը երբեք օգտագործում գյուղացիներ։ Գեղջուկը ո՞ր բառերից է։ Այո, արհեստական խոսքում։ Գյուղացի մեր հիմնական բառապաշարն է։ Արվիկ ժիր, երկուսն են հիմնական բառային շերտերին է պատկանում։ Երեխաներ, այս հին օրհնություն ստեղծագործությունը ձեզ ինչ սովորեցրեց։ Ինչ սովորեցրեց։ Ասա՞ք։ Որ պետք է չարնել ու պետք է միշտ օրհնել մարդկանց։ Ահա, այսինքն պետք է միշտ բարի մաղթանքներ ասեն, չէ՞։ Օրհնանք բարի հականիշով կարող ասել։ Օրհնանք բարի հականիշ արդյոք կարող ես ասել։ Ինչ։ Այո, անես։ Երեք նաև մարդիկ որ անիծում են, չէ՞։ Այդպիսի մարդիկ էլ գիտեն։ Ինչու են անիծում։ Որտեղ վատ գործեր են։ Ահա, այսինքն որովհետև իրանց հոգին վատն է, չէ՞, երեք իրանք վատ մարդիկ են եւ այո, վատն են ցանկանում։ Մենք 88 էջի առաջի վարժությունը գտի նույն վարժը եւ հոմանիշը եւ հականիշը։ Դասարանը բաժանվում է երկու խմբի, գրում է վիթխարի, օգնել, ուրախանալ, խոնալ, վրայել, մշտալի մեծ տանջող բառերի հոմանիշները, դուք առաջի շարքն եք 88 էջի առաջի վարժությունը։ Երկրորդ շարքը գրում է այդ նույն բառերի հականիշները։ 3 րոպե ձեզ ժամանակ։ Պատրաստ եք երեխաներ։ Այո։ Ուրեմն ով ներկայացնի Մարին հոմանիշներ եք, կարծում ես հոմանիշները։ Վիթխարի հսկա,
օրհնել բարեմաղթել, ուրախանալ զվարթանալ, խոնարհ հեզ, մռայլ թախծոտ, վշտալի տխրալի, մեծ ջոջ, տանջող ցավեցնող։ Դա հականիշները կարգում։ Վիթխարի մանր, օրհնել անիծել, ուրախանալ տխրել, մռայլ պայծառ, խոնարհ անհամեստ, վշտալի զվարճալի, մեծ փոքր, տանջող ուրախացնող։ Լավ։ Մի հատ նորից ամբով ենք, ինչ սովորեցրեց հին օրհնություն դասը մեզ, ինչ սովորեցրեց։ Որ պետք է լինել բարի, օրհնենք մարդկանց վաղը չցանկանանք։ Ահա, հարգենք, Եվ պետք չէ անիծել մարդկանց, այն պետք է միշտ օրհնել։ սիրենք և հարգենք նաև մեր նախնիներին։ Հələ մի հարց է երեխեք։ Այ Հովհաննես Թումանյանի ապրած ժամանակաշրջանի ու մեր ժամանակաշրջանի միջև ինչ տարբերություն ենք տեսնում։ Ասեք, առաջվա կյանքն է հեշտ եղել, հիմա եկեք համեմատենք, ով կարող է, հակով կարող ես։ Հակոճանոսում ենք ես։ Առաջվա կյանքը ավելի դժվար է եղել, որովհետև հիմա մենք մեզ շատ լավ ենք զգում, տները պայծառ են, լուսավորտակ, իսկ այն ժամանակներում եղել է մութ, ցուրտ։ Լավ, իսկ առաջ էր ավելի հեշտ, ավելի ուրախ մարդիկ, թե հիմա ով կարող ասել։ Առաջ, որովհետև այն ժամանակ հավաքվել են իրար հետ, զրուցել են, քեֆենալ են, բարություն, երջանկություն միշտ եղել է, իսկ հիմա բոլոր դառել են չար, նախանց, չեն հավաքում, բոլորը համացանցով են սպաղված։ Ճիշտ է, Սյուզե ջան, այսինքն երբեք առաջ ավելի ինչպիսին էր կյանքը, ավելի հետաքրքիր ուրախ, ճիշտ է, այսպես մեզ ամեն ինչը հասանելի չի եղել, այսպես ասած կյանքի փուլերը դժվար էին ասում, չէ՞, հիմա ամեն ինչ հեշտացված է, բայց ոչ կյանքն ավելի ուրախ, առաջ չէ՞, իսկ ինչու են մեծերը ասում, ապրեք երեխեք, բայց մեզ պես ասա Աշոտ։ Որովհետև այն ժամանակ նրանք շատ օրեր են ունեցել, շատ պատերազմներ են ունեցել, եղել են տեսել և չեն ուզում, որ այդներում են տեսնել։ Ահա, էդ իմաստով, էլ լրացում ունենք։ Չունենք երեխեք, Սյուզան, ասա կոժու։ Որ նրանց ժամանակով լույս չի եղել, դատություն չի եղել, նրանք չեն ցանկացել, որ մենք այդ ամենը տեսնենք։ Նրանք իրան պատերազմ են տեսել, ցավ են տեսել, նույնը չեն ուզում ցանկանալ մեզ և մենք ուզում ենք, որ ձգտենք ավելի լավին։ Երեխեք ջան, ուրեմն մենք ինչ կարևոր արժեքներ սովորեցինք այս դասից։ Սեր, հարգանք, որ պետք է միշտ մեր ավանդույթները պահպանենք, միշտ իրար հետ հավաքվենք։ Ապրես, ավելի, այսպես ասած, գնահատենք կյանքը, չէ՞, և հարգենք մեր մեծերին, չէ՞ երեխեք ջան։ Եվ մեր նախադասությամբ ինչ օրհնություն կտայք իմ ժողովրդին։ Եկեք տեսնենք, ով ինչ օրհնություն կտա իմ ժողովրդին։ Ինչ օրհնություն կտայք մեր ժողովրդին։ Գրում եք յուրաքանչյուրս 2-3 նախադասությամբ։ Հեշտացրեցիք երեխաներ։ Լսենք կարծիքներ։ Ասա։ Ես իմ ժողովրդին կտայի խաղաղություն և ապահով կյանք, կտայի սեր, որ մարդիկ միշտ հարգեն և օգնեն միմյանց, և կտայի ամուր կյանք, որ իմ ժողովուրդը միշտ պահպանի իր լեզուն և ինքնությունը։ Ապրես, Սյուզաննա։ Թողածված օրհնի իմ ժողովրդին խաղաղության և սիրով, թող մեր երկրում միշտ լինի համերաշխություն և բարություն, թող յուրաքանչյուր ընտանիքում լինի երջանկություն, առողջություն և ապահով կյանք, թող մեր սրտերում միշտ ապրի հավատը, հույսը և ներողամտությունը, թող մեր երեխաները մեծանան իմաստությամբ և արժանապատվությամբ։ Բավական է, դասի թույլ և ուժեղ կողմերը, հա? Ինչ է նշանակում դասի թույլ և ուժեղ կողմերը։ Այսինքն փորձենք անվանել այն երեխաներին, ովքեր դասի ժամանակ մի փոքր ավելի, այսպես ասած, թերի ներկայացան, ավելի պասիվ գտնվեցին, այսպես ակտիվ չէին պատասխանում։ Ովքեր են այդ երեխաները։ Եկեք չհիշատակենք, բայց ինձ թվում է այդ երեխաները մենք արդեն գիտենք ովքեր են ավելի այսպես պասիվ եւ մյուս ժամին կփորձեն ավելի ակտիվ լինել, հա դասի։ Երեխաներ, հաջորդ դասի կսովորենք օրհնություն դասի ազատ շարադրանքը, այսինքն պետք է կարողանանք վերարտադրել հին օրհնություն չափածո ստեղծագործության ազատ շարադրանքը, հա,
կարողանաք գրել, այդ ինչ տվեց այս ստեղծագործությունը, մի խոսքը պատմելու ձևով կներկայացնենք։ Նաև տալիս եմ տեղեկություն գրեք ընկուզելու մասին։ Եվ կփորձեք ձեր հրաշքներով նկարել ընկուզելուց առաջ։ Կփորձեք։